Ստեղծագործական երրորդ միավորում։ Տիկիններ և պարոններ, ուշադրություն։ Մեր ինքնաթիռը թռչում է 9000 մետր բարձրությամբ, օդի ջերմաստիճանը դրսում -40։ Շնորհակալություն։ Էստե 5-12-76, շտապ հաղորդագրություն անձնակազմի հրամանատարին։ Ինչ է պատահել։ Միջազգային ոստիկանությունը հաղորդում է, որ ինքնաթիռում ռումբ կա։ Անհապաղ վայրեջ կա տակաօդանավակայանում։ Տիկիններ և պարոններ, ուշադրություն։ Անբարենպաստ եղանակի պատճառով մեր ինքնաթիռը ստիպված է վայրեջ կատարել։ Խնդրում եմ բոլորը կապեն գոտիները և դադարեն ծխել։ Շնորհակալություն։ Թանկարժեք տղա։ Зачем звезды горят? Зачем звезды горят? Зачем звезды горят? Неясно. Достань мне автомат. Найди мне автомат. Купи мне автомат и баста. Поверь мне, средство известно, что наконец-то все сразу стало на место. Никто плохого не скажет, а кто решит сказать, тут же сразу и ляжет. Просить эту судьбу, просить эту судьбу, просить эту судьбу не стоит. Давай лучше пальбу, с утра завтра пальбу, нам весь город пальбу устроим. Поверь мне, средство известно, чтоб наконец-то все сразу стало на место. Никто плохого не скажет, а кто решит сказать, тут же сразу и ляжет. Поверь, это по мне. Թանկարժեք տղա։ Поверь, это по мне. Задача. Пусть все встанут к стене, лицом встанут к стене, дрожа встанут к стене и плачут. Hotel Olympia 14503 Звезды горят. Зачем звезды горят? Зачем звезды горят? Не грея. Достань мне автомат.
Հոթել Օլիմպիա համար 14,503 Կուլտամ, թե դու իսկական ռուս ես, դու փչում ես։ Իսկական չեմ, ինչ եմ, էմիգրանտ եմ։ Մեր դասարանում էլ մի շեք տղակ ասում է, որ ինքը զտարյուն իռլանդացի է։ Ես նրան դնկսում եմ, որ քեթը չտնկի։ Իսկ դու ավելի շատ շվեդացի ես նման։ Թե չի ամենի ջարդուփշուր կանես։ Դու մի վախենա, սրանց փողը տված է։ Ով է տվել։ Իմ հայրիկի ֆիրման։ Գիտես, ես առաջին անգամ եմ խոսում իսկական ռուսի հետ։ Ես ապրում եմ Կալիֆորնիայում, Սան Ֆրանցիսկոյում։ Դու երբևէ եղել ես Կալիֆորնիայում, կամ առհասարակ նահանգներում։ Ոչ չեմ եղել։ Ես գնացել էի հորս մոտ։ Նա դիվանագետ է, Հարավային Ամերիկայում։ Չեմ հասկանում, եթե դու թռչում ես Մոսկվա, ապա ինչ գործ ունես այս փտած քաղաքում։ Անիծվինա, գրողի բաժին դառնա։ Թռչում էի, այո, իսկ տեղ չհասա։ Միշտ միարկած լինում է այդ օդանավերի հետ, մեկ տերորիստներն են փախցնում, կամ ուղղակի օդում են ջարդուփշուր լինում։ Որտեղ ես սովորել այդքան բարժ խոսել անգլերեն։ Մոսկվայում։ Ես սովորում եմ հատուկ դպրոցում։ Jesus Christ։ Դա ինչ բան է։ Այդպիսի դպրոց կա, որտեղ բոլոր առարկաները անցնում են օտար լեզվով։ Ես սովորում եմ անգլերեն։ Չեմ հասկանում, թե դու ապրում ես Ամերիկայում, ապա ինչ գործ ունես այստեղ։ Երդվիր, որ ոչ ոքի չես ասի։ Երդվում եմ։ Այստեղ թաքցնում են ինձ։ Այդ ումից։ Սատանան գիտե թե ումից։ Ինչ որ տիպեր զանգել են հորս եւ սպառնացել, որ ինձ կգողանան։ Ինչի համար։ Չես կռահում, չէ։ Կփախցնեն ու փրկագին կուզեն։ Եվ որքան արժես դու։ Կես մերանից ոչ պակաս։ Ինչ։ Դոլար իհարկե։ Հայրդ այդքան փող կտա։ Իսկ քո դիվանագետը չի տա։ Ես հորս միակ ժառանգորդն եմ։ Նա այդքան շատ փող ունի։ Իմ ծերուկի ֆիրման պահածոներ է արտադրում շների համար։ Ռիչարդ Ռոբրոնսոնի ֆիրմայի ռեկլամը երևի շան մսից։ Ապուշ ես ինչ է, իհարկե իսկական մսից։ Վերջերս ֆիրման բաց թողեց լցոնած ոսկորներ շների համար։
Միայն ռեկլամը մի միլիոն նստեց, թե որ գանգստեր լինեի ավելի մեծ գումար։ Իմ մայրիկը զոհվել է ավտոմոբիլային աղետի ժամանակ, 2 տարի առաջ։ Ուրեմն մենակ ես եկել։ Ոնց չէ։ Ինձ այստեղ բերեց միստր Մակինտոշը, մեր հեռավոր ազգականը։ Նա ինձ կարգադրեց փակվեմ համարում եւ ոչ մի տեղ չգնամ։ Ձեզ էլի վիսկի։ Պետք չէ։ Ես առհասարակ թողնում եմ խմելը։ Ապօրինի նոճի եւ բացածի 14-րդ հարկը այնտեղ քեզ սպասում են։ Պարոններ, առաջարկում եմ իմ լավագույն ռուս բարեկամի միստր։ Լսիր, ես ու դու չենք ծանոթացել։ Իմ անունը Ժորա Տիմոխին է, իսկ իմը Ջորջ Ռոբրոնսոն։ Դուք ինչ եք խմում միստր Տիմոխին, ջին, վիսկի։ Շնորհակալ եմ միստր Ռոբրոնսոն, այս շոքին խմում են ինքնասպանները։ Ուրեմն խմենք մի բաժակ նարնջի հյութ։ Ամեն առավոտ ես նարնջի հյութ եմ խմում։ Գրողը տանի։ Կես ցենտ էլ չէի տա այն տնօրենին, որի օթելում հեռախոսն էլ չի աշխատում։ Դուք ինձ սպասեք, միստր Ժորա, ես վազեմ հյութ բերեմ։ Գործեց ֆոտոէլեմենտը եւ երբ ֆոտոխցիկը լուսանկարեց կողոպտիչներին, տագնապ սկսվեց։ Կողոպտիչները պատաններին տարան իրենց հետ, գրավեցին բանկի ներսը եւ կրակ բացարին փողոցում հավաքված ամբոխի վրա։ Ոստիկանները բացարին պատասխան կրակ։ Կան վիրավորներ։ Բանկի պաշարումը շարունակվում է։ Իմ գերձիկով համարս զբաղված է, ապրող կա։ Ոչ որ սր, համարը ձեզ է տրամադրված։ Խայտարակություն, ինչպես զանգել։ 2:17 սր։ Դուք թույլ կտաք։ Խնդրեմ, միայն թե հեռախոսը չի աշխատում։ Շտապիկ։ Բարբեն։ Երկու վիսկի։
Այսպիսով, Ջեկի, մենք ինչ ենք անում վաղը։ Երեկոյան։ Եկ սկսենք առավոտից։ Վաղը 11-ից ոչ ուշ որևէ բարից ես կզանգեմ Սան Ֆրանցիսկո։ Եվ երբ լսափողը վերցնի Ռիչարդ Ռոբրոնսոնը, կլսի հաճելի կանացի ձայն։ Ալո, միստր Ռոբրոնսոնն է։ Հալո, ով է խոսում։ Դա կարևոր չէ, պարզապես մենք հումանիստներ ենք եւ չենք ուզում, որ դուք ավելորդ ուզվեք։ Ձեր միակ սիրելի որդին, ձեր սքանչելի խարտյար շարանգորդը։ Օ գրողը տանի ինչ է պատահել Ջորջին, եթե դուք ուզում մի մազ պակասի նրա գլխից։ Հանդարտվեք, միստր Ռոբրոնսոն։ Ձեր Ջորջը հուսալի ձեռքերում է։ Ֆիրման նրան կապահովի թարմոթով, լավ սնունդով եւ կյանքով։ Սակայն ժամկետը կլրանա 24 ժամից եւ այնուհետեւ ֆիրման ոչ մի բողոք չի ընդունի։ Ձեր ուզածն ինչ է։ Դա արդեն ուրիշ խոսակցություն է։ Մեր նշած հասցեով դուք ուղարկեք $500,000 չեք։ Դա թալան է։ 500,000-ից ոչ մի ցենտ պակաս։ Մենք շտապում ենք ձեր որդու мод։ Երեխան չպետք է տխրի։ Чао, мистер Ропронсон. Старый, сделан так дружок. Каждый днем хочет за даром кушать пирожок. Каждый день надо, приятель, драться за успех. Никогда в мире не хватит пирожков на всех. Ла-ла-ла, это грубый мир, грубыми делами. Что не говори, выдуманы нами. Но свою игру делаем мы сами. Ты мозги, а не что-нибудь должен иметь в голове. Чтоб отправить последний путь, Оставить что-то вдове. Շատ են ուշանում մեր անբանները։ Լսիր ինձ մակ։ Ասա։ Մաթեմատիկայից ես թույլ եմ։ Բայց ավելի հաճելի 500,000-ը բաժանել 2 մասի, քան 6։ Ավելի հաճելի է բոլորովին չբաժանել։ Միթե մտադիր ես քո Ջեկին նվիրել $500,000 չեք։ Մտքինը դասա։ Դու փողը կստանաս։ Եվ մենք խնջույք կկազմակերպենք։ Բիլին ես վերցնում եմ ինձ վրա։ Ես ունակ կգնանք զբոսնելու եւ ճանապարհի խեղճը կսայթակի կմնի անդունդ։ Ինչ վերաբերում է Թոմին եւ Ֆրենկին, ապա երբ դու մեկին ավելի տաս, քան մյուսին, նրանք միմյանց կոկորդ կպատրեն։ Իսկ ազգականին մսի պահածո կդարձնենք։ Լավ, ասենք թե ողջ գումարը մնաց մեզ։ Գիտես ինչ եմ երազում, մակ։ Արի Ավստրալիայում ռանչո գնենք, օվկիանոսի ափին։ Երեկոները կզմայլվենք մայրամուտով, իսկ մեր շուրջը կնքշորեն կմայեն մեր ոչխարները և կբարաչեն մեր կովերը։ этот мир древний-предревний, сам себе закон. Никаких правил, поверь мне, знать не хочет он. День и ночь, днем не смолкая, плач звучит и смех. От того, что не хватает пирожков на всех. Ла-ла-ла, это грубый мир с грубыми делами. Что не говори, выдуманы нами. Но свою игру делаем мы сами. Ты мозги, а не что-нибудь должен иметь в голове, чтоб отправить последний путь.
Ահա եւ մեր թանկարժեք տղան։ Հուսով եմ դու մեզ վրա չես բարկանում։ Այդ գազը բոլորովին անվնաս է, բժիշկները դրանով քնեցնում են ծծկեր երեխաներին։ Ահա։ Ջեկի, որպես տանտիրուհի հյուրասիրեք մեզ։ Դու ինչ կխմես, փոքրիկ։ Նարնջի հյութ։ Ջեկի, լսեցիք հյութ տղայի համար։ Իսկ դուք ջենտլմեններ կարող եք համական ջուր ըմպել։ Օպերացիան անցավ բարձր մակարդակով, այսինքն մաքուր, էլեգանտ եւ ոչ առանց փայլուն հումորի։ Մեր ապուշ Թոմին ընդունեցին։ Իսկական բեռնակրի տեղիև գիտեք։ Կարելի էր մի երկու ճամպրուկ թրցնել, ոչ ոք ոչինչ չէր նկատի։ Դուք ինձ վշտացնում եք, Ֆրենկ։ Ինչ կարող է մեր մասին մտածել մեր բարեկամը։ Շեֆ, ինձ թվում է, որ օպերացիայի հոնորարը պետք է վերանայել եւ ի հաշիվ այդ ապուշ Թոմի ավելացնել մերը, մանավանդ որ իբրև բեռնակրի նրան թեյափող է հասնում։ Ոչ։ Հուսով եմ դու հասկացել քո դերը մեր շրջապատում։ Իհարկե, ինձ գողացել եք։ Բրավո, ինձ դու սուր միտքը, այնպես որ դու մեզ մոտ կմնաս ճիշտ այնքան, որքան պետք կլինի քո առատաձեռն հայրիկին, որպեսզի վճարի մեր ներկայացրած հաշիվը։ $5,000,000։ Ինչու ես կարծում, որ կես միլիոն։ $5,000,000-ը միակ որդու եւ ժառանգորդի համար այնքան էլ շատ չէ։ Օհո, ես տեսնում եմ, որ մենք գործ ունենք իսկական փոքրիկ բիզնեսմենի հետ։ Թող քո ասածը լինի, կես միլիոնը բավական է։ Իսկ եթե նա հրաժարվի վճարել եւ հայտնի ոստիկանությանը, Այդ դեպքում նա չի կարողանա քեզ սեղմել իր հայրական կրծքին, որովհետև հնարավոր չէ սեղմել կրծքին այն ինչ չկա։ բայց դա բոլորովին լավ չի։ Ինչը լավ չի։ Լավ չի, որ ամերիկացի երեխաներին գողանում են ու հետո գլխագին պահանջում ծնողներից։ Սովետական միությունում այդպիսի բան չկա։ Որտեղ։ Սովետական միությունում։ Ինչ գործ ունի այստեղ Ռուսաստանը, կարծեմ այնտեղ վաղուց չկան հարուստներ։ Իսկ աղքատ ծնողների երեխաները այստեղ պետք չեն։ Դե, իմ պատարի բարեկամ, ինձ դուր է գալիս մեր հանդիպման սկիզբը։ Մեր լարված դարում յուրաքանչյուրը պետք է անի իր բիզնեսը եւ չթունավորի մյուսի կյանքը։ Մենք մինչև օրս առևանգել ենք 12 երեխա, 5-ից 15 տարեկան տղաներ ու աղջիկներ, բայց ոչ մեկն իրեն չի պահել այսպես խելացի եւ զուսպ, ինչպես սա։ Քո կենացը 13-րդ։ Ինչ աղմուկ է։ Ջորջ! Սա ինչ է նշանակում, սա ով է։ Այն տղան է, շեֆ, ես նրան բռնեցի ուղղակի համարում։ Սա ով է քեզ եմ հարցնում գրողը ձեզ տանի։ Որտեղ եք վերցրել, ինչու։ Հոթել Օլիմպիա 14-րդ հարկ համար 14-503, ամեն ինչ ճիշտ է, շեֆ, ըստ պլանի։ Կապել եք հանդել։ Դու ով ես, անունը դինչ է։ Անունս Ջորջ Ռոբրոնսոն է։ Շեֆ, չի կարող պատահել, շեֆ։ Իսկ քո անունը։ Ժորա Տիմոխին։ Ինչ բան է Ժորա, ինչ բան է Տիմոխին, անունը ինչպես է հարցնում եմ։ Ազգանունս Տիմոխին է, անունս Ժոր է։ Որտեղ եք սրան վերցրել։ Հոթել Օլիմպիա 14-րդ հարկ, շեֆ։ 14-րդ հարկ, համար 14-500, ամեն ինչ ճիշտ է, շեֆ։ Ով ես դու, ես հարցնում եմ։ Ես Սովետական միության քաղաքացի եմ։ Իսկ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի։ Օթային լայներն իր թրիշն ընդհատեց, որովհետև նրա ներսում ռումբ էր հայտնաբերված։ Այժմ քննություն է գնում։
Մինչդեռ ավիակամպանիայի առանց այն էլ ոչ բարվոք գործերը վատացան նոր դիպվածի պատճառով։ Խոսքն այն մասին է, որ անհայտացել է ուղևորներից մեկը, 11-ամյա ռուս տղա, որի համար ըստ միջազգային կոնվենցիայի լիովին պատասխանատու է ավիակամպանիան։ Ոչ, միստր Լեյնը չի կարող ընդունել հեռուստատեսության ներկայացուցիչներին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես պետք է տեսնեմ միստր Լեյնին։ Միստր Լեյնը կարևոր խորհրդակցություն ունի։ Բայց եւ այնպես նա պետք է ընդունի ինձ։ Հա։ Չէ, որ ես խնդրեցի չանհանգստացնել ինձ։ Եկեղեցովետական հիպատոսության ներկայացուցիչը։ Լավ։ Էլ ինչ նորություն կա, ասացեք բոլորը միանգամից։ Դարձյալ 11 ուղևոր հրաժարվեցին շարունակել թռիչքը։ Մամուլը չի հանգստացել։ Ոչ, իր երեսն անել ռումբի պատմությունը։ Բայց ռումբը վնասազերծված է։ Այդ մասին նրանք ոչինչ չեն գրում։ Ջոյ, ինչու եք հիմարի պես անվերջ ժպտում, գնացեք, մի կերպ զբաղեցրեք այդ ռուսին։ Շատ ուրախ եմ, պարոն Կանդրաշին, համեցեք։ Բարև ձեզ, միստր Լեյն։ Միստր Լեյն, սովետական հիպատոսությունն անհանգստացած է սովետական քաղաքացու 11-ամյա Գեորգի Տիմոխին անհայտացումով, որը թռչուն էր ձեր ավիակամպանիա ինքնաթիռով եւ կորել է քաղաք հասնելուն պես։ Տղան իսկապես թռչում էր մեր կոմպանիայի ինքնաթիռով, բայց թռիչքն անսպասելի ընդհատվել էր կոմպանիայից անկախ պատճառով։ Մենք ուղևորներին ապահովել ենք սնունդով եւ քաղաքի առաջնակարգ հյուրանոցով։ Մենք պատասխանատու չենք մի ուղևորի համար, որը հեռացել է օթելից եւ չի վերադարձել։ Բայց տղան 11 տարեկան է։ Տվյալ դեպքում դուք պետք է տեղեկացնեիք սովետական հիպատոսությանը, որ ձեր ինքնաթիռով թռչում է սովետական երեխա։ Մեր հիպատոսությունը կդիմավորեր Տիմոխինին օդանավակայանում եւ կտեղավորեր իր հայեցողությամբ։ Բայց դուք այդ չեք արել։ Եվ այդ պատճառով տղայի կորստյան պատասխանատվությունն ընկնում է ձեր ավիակամպանիայի վրա։ Անչափ ափսոսում եմ դիպվածի համար։ Այնուամենայնիվ, ես սովետական հիպատոսության անունից պահանջում եմ գտնել երեխային եւ բողոք եմ հայտնում։ Այ թե ավտոմատ հրացանք ունենայի, ես գրողի ծոցը կուղարկեի սրանց։ Երդվում եմ այն կախաղալում, որից կկախեն դրանց։ Այո, լավ պատմության մեջ ընկանք։ Բայց չվախենաս, քանի միասին ենք մեզ ոչինչ չի լինի։ Ինչու պիտի վախենամ։ Ես նրանց համար սեյֆ եմ, որի մեջ իրենց փողերն են պահված։ Միտես ոնց են ինձ պահպանում նրանք։ Որ եթե ժամանակին փողը չստանան, ամեն քայլի կդիմեն։ Լսիր, իսկ քեզ հետ ինչ են անելու։ Չէ՞ որ դու նրանց պետք չես, նրանք կարող են քեզ էլ։ Չեն համարձակվի։ Չէ՞ որ ես սովետական քաղաքացի եմ։ Կարծում ես քո պատճառով պատերազմ կսկսվի ռուսների հետ։ Մեր կառավարությանը դուր չի գալիս, երբ արևանգում են իր հպատակներին։ Այնպես որ ամեն ինչ կարող է պատահել։ Ահա։ Hello?
ես կարծում, հայրս արդեն գիտի ինձ փախցնելու մասին։ Քո այդ Մակինտոշը երևի հայտնած կլինի։ Չի որ նա պատասխանատու է։ Եվ առհասարակ, նա ով է։ Նա եկել էր մայրիկիս թաղմանը, ու արդեն 2 տարի ինչպես հյուր ապրում է մեր տանը։ Նրանից ազատվելու համար հայրս ինձ նրա խնամքին հանձնեց։ Հիմա ինչ անենք, պետք է փախչել, այստեղից փախչել կլինի։ Այս ինչ հիմար պալասներ են, առաջվա պես ինձ չեք վստահում։ Մեր հասցեն գաղտնիք է, մասնավորապես ձեզ համար։ Դուք բացատրեք, թե ինչ խառնաշփոթ եք ստեղծել։ Բոլոր լրագրերը գրում են ռուս տղայի խորհրդավոր անհայտացման մասին, նա ձեր ինչին էր պետք։ Սխալմունք է տեղի ունեցել։ Սխալմունք։ Ես իմիջալյոց բերել եմ ում որ պետք է, իսկ դուք գուցե մարսեցու էլ կբերեք։ Կամաց։ Դրությունը լուրջ է, գործի անցել ոստիկանությունը, իսկ ավելորդ վկա մեզ պետք չէ, պետք է ազատվել այդ ռուսից։ Ռուսին։ Սպանել։ Ես այստեղ չեմ։ Ես ձեզ չեմ ճանաչում, դուք էլ ինձ։ Այդուր Մակինտոշ այնտեղ խորն է։ Ինչու նրան կողացաք։ Ես հատուկ իջաբար, որտեսի դուք Ջորջի հարցը լուծելու ժամանակ ունենաք, իսկ դուք օպերացիան ձախողեցիք։ Ոնց է ձախողեցինք։ Մենք նրան փողոցից վերցրինք, ինչ է, ձեր համարից բերինք։ Ինչ էր անում ռուս տղան ձեր համարում։ Դուք չպետք է թույլ տայիք։ Ինչ է։ Ես պետք է լողարանում թաքնվեի ու սպասեի, որ դուք ձեր ուզած տղային գողանաք, այո։ Կամաց։ Հուսով եմ գոնե ոստիկանությանը չեք դիմել։ Գիտեք, ես չեմ սիրում սենսացիա։ Ես զանգեցի Սան Ֆրանցիսկո, զգուշացրի Ռիչարդին, որ նա աղմուկ չբարձրացնի։ Այժմ հերթը ձերն է։ Հայտնեք նրան, ձեր պայմանները, ես համոզված եմ, միանգամայն համոզված, որ նա հարցին կմոտենա գիտակցորեն։ Դուրս կգրի չեք, եւ ամենակարևորը, որ ես ստանամ իմ բաժինը։ Մի անհանգստացեք, դուք այն կստանաք։ Եվ հիշեք, որ $50,000, որը դուք կդնեք ձեր գրպան այն բանի համար, որ հայտնեք օթելի հասցեն եւ սենյակի համարը, այնքան էլ փոքր հոնորար չէ։ Մանավանդ եթե հաշվի առնեք, որ դուք փաստորեն ծախել եք ձեր ազգականին։ Выбитых фар осколки мчатся звезды навстречу мне. Жизнь это гонки, по вертикальной стене. Остальное слова, остальное слова, остальное слова, чтобы плакать за маме, а для жизни нужна крепкая голова, крепкая голова с крепкими зубами. Ветра не имеют губы, пусть огни городов глаза. Хлюпик беззубый, придумал все тормоза. Остальное слова, остальное слова, остальное слова, чтобы плакать за маме, для жизни нужна крепкая голова, крепкая голова.
Այդքան ես հասկանում եմ։ Հայրը համաձայն է։ 5 միլիոնը մերն է։ Շուտ գործի անցեք։ Նստեք իմ մեքենան։ Գուցե ռուսի հարցն էլ լուծեք։ Շեֆ, ինչ հանճարեղ եք ծրագրել ամեն ինչ։ Տաղանդավոր է, շեֆ։ 5 միլիոնը մեր է։ 5 միլիոն։ Խնդրեմ։ Այսպես, փոքրիկ ներողություն ենք խնդրում։ Մենք սխալվել ենք, բայց այն կուղենք։ Հիմա ես քեզ կտանեմ քաղաք։ Դարձյալ փակ ճամպրուկով։ Ինչու ճամպրուկով երախցիկով։ Դու ինքնաթիռ կնստես եւ մի քանի ժամից տանը կլինես։ Ես անձամբ Ռուսաստան գալու միտք չունեմ, այնպես որ ես ու դու բաժանվում ենք ընդմիշտ։ Իսկ նրան ինչ եք անելու։ Նա մի քիչ էլ կմնա այստեղ, մեզ մոտ։ Նախ ես սովոր չեմ ճանապարհորդել իրախցիկում։ Երկրորդը, ես առանց նրա ոչ միտեղ չեմ գնա։ Դու ինչ ինձ չես հավատում, թե վախենում ես։ Ազատություն Ջորջ Ռոբրոնսոնին։ Հիմա դասերակելու ժամանակը չէ։ Ես գնում եմ փողի ետևից։ Աչք պահեք այս երկու շանց ձակերի վրա։ Գուցե կբացատրեք, թե ես ինչու եմ գալիս ձեզ հետ։ Դրամը փոխացվելու է ձեր անունով։ Իմ անունը ավելի գեղեցիկ է թվում։ Շնորհակալ եմ։ Դուք ազգական եք, այդպես քիչ կկասկածեն։ Ինչպես բացատրեմ Ռիչարդին իմ դեր այս գործում։ Դուք ստանում եք 50,000 եւ ինձ համար թքած թե ինչ կբստրեք ձեր Ռիչարդին։ Խեղճ Ռիչարդ, նա այնքան բարի է իմ հանդեպ։ Ինչու ընկաք սենտիմենտալության մեջ։ Ես չեմ ուզում, որ ողջ կյանքում խիղճս ինձ տանջի։ Ոչ, ես խաղից դուրս եմ գալիս։ Ես խաղից դուրս եմ գալիս։ Ես Որքան ես ուզում։ Ուղիղ կեսը։ Ցավոք, ոչ մի նոր տեղեկություններ ռուս տղայի կորստյան մասին ոստիկանությունը հայտնել չի կարող։ Հեյ! Խայտարակ դիպվածը մեծ տարածում է ստանում։ Կիցը այցելեց ավիակոմպանիայի ներկայացուցիչին, որ ինչպես մեզ հայտնի դարձավ, ձեռք է առնում ամենակտրուկ միջոցները կորած ուղևորին գտնելու համար։ Ըստ երևույթին, հույս չդնելով մեր ոստիկանության ջանքերի վրա։ Այսօր մեզ հաջողվեց ձեռք բերել տղայի լուսանկարը։ Նրա ազգանունն է Թիմոխին։ Բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե որտեղ է ռուս երեխան, խնդրում ենք անհապաղ հայտնել ոստիկանություն։ Այդ ռուս տղան մեր գլխին փորձանք է բերելու։ Մեզ ոստիկանությունն էր միայն պակաս։ Լավ էր դասավորվել գործը, եթե տղան չի լիներ։ Միթե նա չի կարողան հետանալ։ Այնքան միջոցներ կան։ Շեֆին ձեռնտու չեն քո միջոցները։ Դու ինչ կասես, Բիլ։ Մեր շեֆը լիբերալ է։ Ինչ-որ բան ասացի շեֆի Ես լռում եմ։ Շեֆը հրամայել է ռուսին ձեռք չտալ։ Եվ քանի ես ողջ եմ, նրան ոչ ոք չի դիպչի։ Շեֆն իրավացի է, վերջիվերջո մենք մի բանություն չկա։ Գուցե դու ուզում ես, որ մենք դադարենք հանգիստ քնել։ Բիլ, վերջերս դու ինչ ես նկատում։
Ինչ ես ուզում դրանով ասել, սիրելիս։ Գիտես, ես մաթեմատիկայից թույլ եմ, բայց կարծում եմ, որ ավելի հաճելի 500,000-ը բաժանել 2 մասի, քան 6։ Մտքի է տասա։ Մենք մի փոքրիկ խնջույք կկազմակերպենք։ Ֆրենկը և Թոմին կսկսեն պարզել իրենց փոխհարաբերությունը։ Շեֆին ես կվերցնեմ ինձ վրա։ Նա ինձ կհրավիրի լեռները զբոսանքի, կվերադառնամ առանց նրա։ Իսկ ազգականին պահածո կդարձնենք։ Լսիր, Բիլ, ես ունեմ մի երազանք։ Արի գնենք ռանչո, Ավստրալիայում, օվկիանոսի ափին։ Երեկոները կզմայլվենք մայրամուտով։ Մեր շուրջը կմայեն մեր ոչխարները և կբարաչեն մեր կովերը։ Ինչ ես առաջարկում։ Բիլ, ես առաջարկում եմ ուղղել սխալը։ Ես համաձայն եմ։ Չէ որ ամեն ինչ ես եմ արել։ Այս քաղաք բերի Ջորջին, մշակեցի Ռիչարդին, վերջապես դրամը փոխանցվում է իմ անունով։ Ես վտանգի եմ ենթարկում իմ ազնվագույն անունը։ Եվս մի խոսք, ես ձեզ դուրս կշպրտեմ մեքենայից այն ժամանակ ողջ դրամը կգնա ձեր դեմքի վերականգնման։ Ահա, դուք չգիտեմ ինչու ինձ անվերջ վիրավորում եք։ Բարոյական վնասի համար ավելացնում եմ 2%, ընդամենը 12։ Ես գործնական մարդ եմ և իմ վերջին խոսքն է 35, եթե ոչ կանգնեցրեք մեքենան։ Գործնական մարդիկ խաղից դուրս են գալիս ընթացքում։ Այո, բայց ոչ այս արագության ժամանակ։ Եվ հետո, մենք առհասարակ պետք է խոսենք պայմանների մասին։ Իդեպ կոկորդից բոլորովին չորացել է, խնդրում եմ, քշեք դեպի ահա այն բարը։ Ոչ, 17 և վերջակետ։ Ահա, դե լավ, 20% և
կրկնակի վիսկի, ձեր հաշվին։ Վիսկի տվեք սրան։ Կարող եմ առաջարկել Long John։ Խնդրեմ։ Եվս մի նորություն, այս անգամ վշտալի։ Անսպասելի վախճանվեց հասարակության սիրելին, միջազգային շատ մրցումների հաղթող, ազգային չեմպիոն, 6 ֆիլմերի գլխավոր դերերի կատարող, թագավորական շնիկ Ջինը։ Դժբախտ կենթանին վախճանվեց թունավորվելով լցոնած ոսկորներ պահածոյով։ 3 ռ հայտնի սկանդալային ֆիրմայի վերջին նորույթով։ Հասարակությունը զայրացած է։ Կենթանիների պաշտպանության լիգան կոչ է արել բոյկոտ հայտարարել ֆիրմայի արտադրանքին։ Ես ասացի սկանդալային, որովհետև լցոնած ոսկորների տգեղ պատմությունից հետո բացվեցին ուրիշ մեքենայություններ, որոնք հիշյալ ֆիրմային բերեցին ֆինանսական կրախ։ Լսիր Ջորջ, ես վաղուց էի ուզում հարցնել, ինչու ես այդքան փրչոտած։ Փրչոտած? Այո։ Ազեդ այդքան երկարացրել։ Ինչ է որ, հիմա ընդունված է, եւ հետո հակառակ մեծերի։ Իսկ քո միլիոնատեր հայրը նույնպես երկարամազ։ Ոչ, նա կարճ է կտրում։ Իսկ եթե նա քեզպես երկարացներ մազերը, ես մաքուր կքաչալանայի։ Մեր երիտասարդությունը չի ուզում նմանվել մեծերին, մենք բողոքում ենք։ Նրանք էսպես են, մենք էսպես ենք։ Իսկ եթե նրանք են էսպես, մենք ենք էսպես։ Այո, ուրեմն դու չես համաձայնվի բաժանվել քո սանրվածքից։ Ավելի շուտ ես կուտեմ իմ ջինսը։ Ափսոս։ Իսկ ես մի բան էի մտածել։ Սիրիկաներ, ամբաններ, մսի պահածոշների համար, լցոնած ոսկորներ, գրողը տանի դրանց բոլորին։ Ինչ է պատահել։ Ինչ է պատահել։ Ինչ է պատահել։ Ռիչարդ Ռոբրոնսոնը սննկացել է։ Ինչպես։ Այդպես։ Իսկ դուք Ժակլին, դուք ինչ պետք է անեիք։ Ես պետք է ստուգեի 3 ֆիրմայի ֆինանսական գործերը։ Դուք պետք է քթիծակ ունենայիք, ոչ թե ստուգեիք։ Ես ես իբրով հայր կաղավակ տեսույթ չեմ վարձել, գրողը ձեզ տանի։ Իսկ ինչ է անում այստեղ այդ տիպը։ Հիմա դուք կպնդեք, որ այդ բոլորը ձեզ համար անսպասելի էր։ Անսպասելի էր, ազնիվ խոսք անսպասելի էր։ Թեպետ վերջերս ինձ թվում էր, որ Ռիչարդը ինչ-որ մտահոգված է։ Հիմա է նրան թվում, ինչու առաջ չիմացաք, թե ինչով է նա մտահոգված։ Ես ձեզանից կգանձեմ այս առևանգման բոլոր ծառերը։ Բայց ես կատարել եմ բոլոր պայմանները, ես ինքս էլ որոշ չափով տուժել եմ։ Ես պետք է բաժին ստանայի, իսկ այժմ… Իսկ այժմ դուք կստանեք ձեր շան լակոտին և ես այլևս ձեզ այստեղ չտեսնեմ։ Ջեկի, այստեղ բերեք Ջորջ Ռոբրոնսոնին։ Դի ահա, դու արդեն համարյա ինձ նման ես։ Պարզ է, չէ՞։ Հիմա մենք կփոխենք մեր շորերը։ Ես կձևացնեմ, որ քնած եմ, իսկ դու դուրս կգաս ու կասես, որ միտքդ փոխել ես։ Նրանք ուզում են ինձնից ազատվել, բայց մթության մեջ ոչինչ չեն ջոկի եւ քեզ կտանեն քաղաք, պարզ է։ Մենք որոշել ենք չլքել միմյանց։ Ոչինչ, հիմա կարևոր է, որ դու փրկվես։ Հենց որ հասնես օդանավակայան, իսկույն կհայտնես ոստիկանություն։ Ես կաշխատեմ այստեղ դիմանալ։ Ինչի՞ս է նա պետք։ Կրկնեք, ինչ ասացիք։ Ես ասում եմ, ինչ անեմ, երբ տեսնեմ նրան։ Դուք չգիտեք ինչ անել, երջանկությունից լաց լինել, ծիծաղել ուրախությունից, համբուրել և գրկել։ Կարծում եք կարողանամ այդպես։ Փորձեք միայն թթված դեմքով կանգնել, համբուրել, գրկել, շնորհակալություն հայտնել, շտապ տուն տանել երջանկությունից գժված հոր մոտ։ Եթե ամեն ինչ ստացվի, մենք նորից կհանդիպենք։ Դու կգաս ինձ մոտ Մոսկվա։ Հայրդ կթողնի քեզ, չթողնի կփախչեմ։ Այ ինձ հետ, ուր եք տանում նրան, քո գործը չի։ Դա ով է, չեմ ճանաչում։ Ես էլ չեմ ճանաչում, սա Ջորջը չէ։ Ով է քեզ այդպես այլանդակել, փոքրիկ։ Ես մեկնում եմ Ռուսաստան։ Ուր, Ռուսաստան, բարի ճանապարհ։
Ուր։ Ամեն ինչ կարգին է, փոքրիկ։ 2 օր չանցած դու արդեն ազատ ես։ Հայրս 500,000 վճարեց։ Վճարեց։ Ափսոս 1 միլիոն չպահանջեցինք, նա 1 միլիոն էլ կվճարեր։ Տուն գնա փոքրիկ, քերիդ եկել է քո ետևից։ Ջորջ, իմ թանկագին տղա, քեզ ձեռք չեն դրել այս սրիկաները։ Ինչ պետք է անի Ժորան։ Ժորան քեզ ինչ Ժորան դեր պետք է։ Վերցրեք ձեր լակոտին եւ կորեք։ Հետևեք որ բերանը փակ պահի։ Գնանք տղաս, դու գործ չունես այս ռուս խուլիգանի հետ։ Ոչ, սպասեք։ Առանց ռուս տղայի ես ոչ միտեղ չեմ գնա։ Ինչպես թե չես գնա, չէ որ քերիդ եկել է քեզ տանի։ Ինչ քերի։ Ջորջ։ Սա իմ քերին չէ, նա նույնիսկ չճանաչեց ինձ։ Ինչ է, գուցե նա իմ քերին է։ Ես չգիտեմ, բայց ես նրան առաջին անգամ եմ տեսնում։ Նա ինձանից հրաժարվում է։ Ֆրենկ։ Դու քերին ես։ Այդ ինչ եք անում Ջորջի հետ։ Հանգստացիր։ Ահա նա։ Հրաժեշտ տուր նրան տանում է քերին, իսկ դու մի քիչ էլ մեզ մոտ հյուր կմնաս։ Ես առանց ռուս տղայի ոչ միտեղ չեմ գնա։ Վերցնել։ Ազատություն Ժորա, Տիմոխինին։ Ինչ ուզում։ Նրանք ինչ են ուզում քեզանից։ Բայց ինչպես այդ տղաները ձեզ։ Մի տեսեք ձեր վիճակը կողքից։ Ես որոշում եմ կայացրել։ Ռուս տղայի համար գնորդ կգտնենք։ Այս անգամ ինքս կգործեմ։ Թանկարժեք տղա օպերացիան շարունակվում է։ Знает отлично, стоит что почем. Он свою прячет наличность в крепкий сундучок. И замок сложный-пресложный сделан к сундуку. Подобрать ключик ты должен к ржавому замку. Это грубый мир с грубыми делами. Что не говори, выдумали нами. Но свою делаем мы сами. Ты мозги, они что-нибудь должен иметь в голове. Что отправить последний путь. Оставить что-то вдове. Ստվեց այս ծրարը եւ ասաց, որ այս նամակը շատ հետաքրքիր կլինի դες համար, ես ոչինչ չհասկացա։ Ինչպիսի մարդ էր։ Մորուքավոր մարդ էր եւ շատ համակրելի։ Էլի ինչ ասաց նա։ Նա ինձ ասաց, որ ժամը 3-ին ձեզ կզանգի։ Միստր Լեյն, հավալեցիք իմ նվերը։ Ուրեմն այսպես, ես գիտեմ, թե ինչ վիճակում է այժմ ձեր ավիակամպանիան, ռումբի հետ կապված պատմության հետ և ռուս ուղևորի կորստյան պատճառով։ Բայց ես կարող եմ բավարարել ձեր պատվերը և կոմպանիան կարող է վերականգնել պատիվը, գործը ներկայացնելով իբրև իր արժանիքը։ Դուք ինձ հասկանում եք։ Խնդրեմ ասացեք ձեր պայմանները։ Մեր պայմանը 500,000 կանխիկ։ Թող ձեր քարտուղարուհին 11-ից մինչև 12 լինի հարավային խճուղու 43-րդ կիլոմետրում։
Այնտեղ մի լքյալ ճանապարհ կա։ Իմ մարդիկ կգան դրա մի ետևից, բայց եթե նրանք որևէ կասկածելի բան նկատեն պատվերը, կվերացվի։ Ես կհաղորդեմ պրեզիդենտական խորհրդին եւ կպատասխանեմ ձեզ վաղը։ Ինչ ձևով։ Դե եթե իմ քարտուղարուհին լինի ձեր նշած տեղում, ուրեմն համաձայնենք։ Փառահեղը։ Մեքենա քշել գիտես, ինձ մի աչքով ես նայում ինչ է։ Հայտո՛ր։ Հոխան։ Ինչ։ Աստեն գետևերի։
Ջեկի, անշարժ գույքի վաճառքի գործակալին հաղորդեք, որ մենք Ավստրալիա լեռնանշով վերցնում ենք։ Մակ, ալո, դու ինձ ասում ես մակ։ Գնա։ Մակ։ Շեֆը քեզ ինչ ասաց։ Ասաց, որ շուտով այստեղ կլինի։ Հարգելի տիկիններ եւ պարոններ, մի հեռացեք ձեր հեռուստացույցներից։ Շատ շուտով մենք կպատմենք ձեզ հետաքրքիր նորություններ ռուս տղայի որոնման մասին, որի անունն է Տիմոխին։ Արդեն մի քանի օր է ինչ հետևում ենք նրա որոնման ընթացքին։ Իմ կարծիքով լավ հաղորդում է, ձայնը բարձրացրու։ Առայժմ լսեք կոմենտարներ։ Ես գնում եմ։ Տուր։ Ձերքին վեր։ Բիլ Ֆրենք, ինչ են այդտեղ դուրս տալիս։ Քաշանլակոտ yarացն եմ։ Ես ոչ մի մեղ չունեմ, բաց թող։ Երեխաների առևանգումը կամ կիդնեպինգը գնալով մեծ տարածում է գտնում աշխարհում եւ դառնում է սոցիալական չարիք։ Միացյալ Նահանգներում, արևելքի երկրներում, արևմտյան Եվրոպայում այդ դեպքերը հաճախակի երևույթ են։ Առևանգված երեխաների գինը հասնում է մի քանի միլիոն դոլարի։ Իշխանությունները պայքարում են կիդնեպինգի համաճարակի դեմ։ Որոշ երկրներում երեխաներ փախցնելու եւ վաճառքի համար սահմանված է մահապատիժ։ Ոյ։ Ահաճում եմ դες, բաց թող։ Հիմա նրանք կգան եւ բոլորիս կբռնեն, իսկ ես այստեղ պատահական մարդ եմ։ Բայց նա իրավացի է։ Արանքը ճղելու ժամանակն է։ Իսկ սրան ինչ անենք։ Պետք է սպասել շեֆին։ Գուցե սրան տանես հետ։ Իսկ դա ինչ կտա, եթե սրան գտնեն մեր հարցը փակված է։ Իսկ իմ կարծիքով տղաներ, ժամանակն է, որ դուք փախչեք։ Դուք շատ երեխաներ եք գողացել, բոլորիդ բան կնստեցնեն։ Արի ինձ հետ։ Փախեք տղաներ։ Գնանք։ Ես քեզ համար մի լավ տեղ եմ գտել։ Եթե դուք ինձ բաց թողնեք, ես պատասխանատու չեմ ինձ համար։ Դու գիտեք, թե որն է ամենասարսափելի կենդանին։ Կատաղած ոչխարը, նա կծոտում է բոլորին անխտիր։ Այժմ մենք ձեզ ցույց կտանք վերջին մի քանի ժամերի քրոնիկան։ Իսկ հետո մենք կհաղորդենք ռեպորտաժ ռուս երեխայի որոնման մասին։ Ամերիկյան բիզնեսմենի որդին Ջորջ Ռոբ Ռոնսոնը, որին առևանգել էր գանգստերների ոհմակը եւ որին հաջողվել էր փախչել, իր հարցազրույցի մեջ հայտնեց, որ կորած ռուս տղան գտնվում է նույն խմբի ձեռքում եւ նրան վտանգ է սպառնում։ Ոստիկանությունը մոտ է նպատակին։ Փախչեք։ Ինչ է պատահել։ Ջորջը փախավ եւ հայտնեց ոստիկանությանը։ Հիմա նրանք կգան այստեղ։ Ռուստուր է։ Սատանան էլ նրան չի գտնի։ Այդպես։ Շուտ փախչենք։ Ջեկի, նստիր իմ մեքենան շուտ։ Սպասիր։ Շեֆ։ Փողնում է։ Ինչ փող, Ֆրենկ։ Ոստիկանությունը։ Ապուշ։ Կանգն։ Ահա նրանք, ես ձեզ ասում էի, չէ։ Բայց ինչ իրավունքով եք խանգարում հանգստանալ։ Եվ ով է այս գորգորացող տղան։ Նա սուտ է ասում, սրանք մեզ գողացան, ահա այնտեղ էին պահում։ Ստուգել։ Այստեղ ոչ ոք չկա։ Գուցե այնուամենայնիվ կբացատրեք, թե ինչ է կատարվում։ Այս տղան ձեզ մեղադրում է նրանում, որ առևանգել եք ռուս տրանզիտային ուղևորին։ Ես ոչ մի ռուս չեմ տեսել
Ես Միկի Մաուս խաղալիքների խանութի տնօրենն եմ։ Ես երեխաների բարեկամն եմ։ Նա երեխաների բարեկամն է։ Ինձ ճանաչում է նահանգապետը, իսկ սրանք իմ մտերիմներն են։ Մենք հանգստանում ենք։ Արի, Դուք ինչ խոսում։ Իսկ դուք ով եք։ Հենց այնպես։ Ես այստեղ լողանում եմ։ Սա իմ քերին է, նա սրանց հետ է։ Շորա, ուր է, ուր է շորա, ուր է շորա, ուր է։ Այնտեղ։ Կոմիսար, այստեղ նայեք։ Սա ձեր դրամն է։ Ոչ, իմը չէ։ Ամեն տեղ այդ ժողովուրդների բարեկամություն։ Ճիշտ է, որ Ջորջին ձեզ հանձնել նրա քերին։ Ասացեք, ինչի վրա պետք է ծախսեիք դրամը։ Դուք կապված եք մաֆիայի հետ։ Քանի երեխայի կարևան գնալ հասարակ։ Չեք ուզում գնալ Ռանչո, Ավստրալիայում։ Չեք ուզում։ Հիմա մենք ազատ ենք, գնացինք։ В небо ночью я смотреть люблю, роняют звезды свет, а мир окутан тьмой. Мимо звезд, подобно кораблю, плывет огромный дом, твой и мой. Мы с детства этот дом зовем землею, в нем Թանկարժեք տղա летом мы зимой. ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի Բեմադրությունը Ալեքսանդր Ստեփանովիչի Սցենարի հեղինակներ Սերգեյ Միխալկով, Ալեքսանդր Ստեփանովիչ Կոմպոզիտոր Դավիթ Թուխմանով Բեմադրող օպերատորներ Բարիս Կոչերով, Պյոտր Շումսկի Կրկնօրինակված է Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայում Կրկնօրինակել են Ժենյա Ներսիսյան, Լենա Դավթյան, Շաում Ղազարյան, Անատոլի Թորգոմյան, Ժենյա Ավետիսյան, Ռոլանդ Հունանյան, Ռուբեն Մկրտչյան, Ռաֆայել Կոթանջյան Կրկնօրինակման ռեժիսոր Գարիկ Մուշեղյան Ձայնագրող օպերատոր Շուշանի Գրիգորյան Թարգմանիչ Մերի Օհանյան Խմբագիր Նինել Մելքոնյան
Дереве Катарецин. Джордж Робронсон, Сережа Крупейников. Жора Тимохин, Саша Елистратов. Макинтош, Георгий Вицин. Макдоннелл, Владислав Стржельчик. Томми Гайнов. Фрэнк Джабраилов. Билл Мегицко. Жаклин Азер. Лейн Абаленский. Джой Ирт. Кондрашин Белявский. Фильми Верча. Скоро птиц начнет будить рассвет, но небо темный свод, еще в созвездиях весь, много звезд на небе и планет.